Հետևորդներ ջան, բարևներ, բարի օր, ինչպես եք, ոնց եք, քեֆ, հալ, տրամադրություն, այսօր եղանակը հով է, անձրևային է, անձրև է գալիս, ճիշտն ասած ավելի լավ ինձ համար, ինչու, հիմա արդեն պատասխանը դուք գիտեք վստահ եմ, կասեք ես աղջիկը որոշել է մի տեղ գնա, այն քաջնազարի մեջ է, չէ, որ ասում է քարավան կտրելու գիշերա նայում է երկնքի, հիմա իմն է, դաշտ գնալու եղանակը, անձրևա, դաշտ գնալու եղանակը, դե ավելի լավ այս հովին բարձրանանք սարերը, դեղաբույսեր պետք է հավաքենք, որովհետև այդ տեսակը սպառվել է, մի տուփ է մնացել, պետք է անպայման գնանք բերենք, դա որ դեղաբույսը կարող է լինել, ով կարող է ասել, հետևորդներ ջան, չնայած ինձ մոտ բոլոր տեսակներն էլ արագ սպառվում են, բայց այդ տեսակը մայրամախոտն է, այո, եթե մինչև հիմա կասկածում եք, որ մայրամախոտը չի օգնում, ասենց կասկածանքի, երկմտանքի մեջ եք, որ մայրամախոտը կօգնի ստամոքսի ցավին, այդ փքվածությանը, ժոկին, այրոցին, ապա ասեմ, որ մի կասկածեք, վերցրեք, խմեք ու կտեսնեք, որ ինչ հրաշք խոտաբույս է, հիմա այսօր չունեմ, այս պահին մեկ տուփ է մնացել, պետք է Աշոտի հետ գնանք, մի քիչ հավաքենք, մի տան գործերն էլ հոկա չեմ փախնի, լվացել եմ, կարելի է, ուզում եմ մի քանի բան կա մարինատ անել, սա նոր եմ լցրել տուփերը, ցիտրոնն է, որ վաճառեմ, տեսեք, ահա, որ ասում եմ մայրամախոտը մի տուփ է մնացել, այն որ չեմ սխալվում, սա էլ կիսատ է, հետևորդներ անձրևը կտրվեց, անձրև էլ չի գալի, բայց անպատ եղանակ է, հով է, նույնիսկ կարելի ասել տոթ է, ես մի հատ իմ գոգնոցը մաքրեմ, որ գնամ Աշոտի հետ ենք, բարձրանանք հետ մոտիկ սարերը, դեղաբույսեր կա, հավաքենք, ասեք հիմա ինչ կա, մայրամախոտը ասել եմ տարին 12 ամիս ինքը աճում է, մի պահ ինքը ծաղկում է, հետո նորից մշտա դալար կարելի ասել տարվա բոլոր 4 եղանակներին ինքը կա, նույնիսկ ձմռանը կարող ես հավաքել ձյան տակից և ասեմ իր ազդեցությունը չի կորցնում, նույն ազդեցությունն է, նույն օգուտն է տալիս ստամոքսին, աղիներին, գնանք հավաքենք, մի հատ էլ փայտ ենք տեսել, ընդհանրապես հետևորդներ, այն որ դաշտ են գնում, բոխի բանի, տենց բոխի են գնում, սենց փայտ են վերցում, մեր լեզվով ասած կոպալ, փայտը վերցնում գնում են, ձեռնափայտով սար բարձրանալը ավելի հեշտ է, որ կինոյի նման է, արի, հով եղանակ էր աշխատելու, չնայած սա էլ է աշխատանք, հետևորդներ, սա էլ է կարևոր, որովհետև վերջի տուփ մայրամախոտն էր մնացել տանը, մարդա մի գոգնոց բերենք լավ է, լավից վատից կա, քաղենք, գնում ենք հողամաս, շատ կհասնենք, բայց դեստե նես լավ փետեր եմ տեսել չոր, օմպերն է գոռում են, հավաքեմ տանեմ, որ կոֆե խմենք, ճիշտ Աշոտը վրաց հա խոսում է, բայց դե գնում ենք հնդե, ասում է, էլ փետ չկա, ես սենց բաներ սիրում եմ, էլի, գլխից գործ բացեմ, ծանր տանեմ, հեսի մի հատ լավ կոֆե կեփի, ես աստերանքից էլ կհավաքեմ, ուղղակի սրանք շատ դուրս եկան, ես էլ ացախ,
Օծ չլինի։ Օծը ինչ անում ստե։ Դու ինչ ես անում ստե։ Ես գնում եմ հողամաս։ Օծն է։ Այսօ իսրանքել են հոստ։ Ինչ տեսա վերցրեցի։ Ինչև հասնեմ տեղ։ Թալանչի։ Թալանչի։ Դաշտերը բան չթողիր, ասա դաշտերը բան չթողիր, հերիք չի ասա այս դեղաբույսերը հավաքիր, վանջարները հիմա էլ հերթը հասավ ցախերին, լեն ծառը ինչ չորա ընգելա, հատել ստեղից վերցնեմ, ինչ կասիս, ես էլ վերցնեմ, հատել ես, մնալու ենք անձրևի տակ, Կհովանաս։ մնալու ենք, չնայած այսօր ամբողջ օրը հով ա եղել, որոշեցինք շուտ գանք, այսօր էլի ժամից շուտ ենք եկել, բայց դե պատվերներ կար, միջումից հետո առաքում արեցի դրա համար, դե չէ հիմա վաղուց հողամասում էինք, այ անձրևն եկավ հետևորդներ, անձրևն եկավ, կթրջվենք, հետևորդներ եկանք հողամաս, անձրև եկավ, կտրվեց, հիմա կատկթում է, ասեմ, որ հողամասը ջրելու կարիք չկա, երեկ ողջ գիշեր անձրև ա եկել, ուղղակի եկանք, որ մի քիչ աշխատեինք, դե անձրև գա չգա, պարտադիր պիտի բամյա հավաքեի, ինքը մեծացել է հիմա, պամիդոր պիտի հավաքեմ, վարունգ, դդմիկ, Աշոտն էլ ահա իր գործին, ինչը անում քանդում է, այս հողը պիտի քանդի, լցնի այն ներքև, այստեղ պետք է լցնի, նենց էլ լավ մոշ կա, երևի թե ես էլ գնամ մոշ հավաքեմ, հետո կգամ մի հատ կոֆե կխմենք, չէ Աշոտ, ինչև, էստե, ես, Հերու չեթաս, չէ հերու չեմ էթում, չեթաս մտնես օծանոց, չէ ստերանք, դու մինչև ստես նենց քանդես, կոֆեի ժամը էլնի, ձեն կտաս, մամատ կգա, Պետրոներ անձրևն եկե բան է, արմի ատ լվանամ էթում, բայց գալու է, հեղեղ է գալու, ես երկու դույլ մոշ հավաքեցի, բայց ենքան կա, մի հատ շիշա պետք, որ սարքես, տանեմ շշով կցեմ, քաշեմ, դու էլ աշխատեցիր, բայց մի հատ կոֆե խմենք, արմատն էլ ահան է, լեհուհու, հա, տեղը չբացավ, ոտիս տեղը բացվել է, դեպտի ենքան քայլենք, որ սենց նստի, բարձրանա, չէ, Հին զիբիլ կա լցել եմ տա, Ինչքան զիբիլ կա լցել ես էտե, ճիշտ ես արե, որ պահի, բայց դե, եսի մի քիչ պտի բարձացնես, ինչ է, մի քիչ, կար է, հա, մի շերտ պտի բարձացնես, ցավոք սրտի այո, Լավ է դու, նա տարարձը կերը ջրիր, հիշում ես, թողիր ընդե, ես էլ եսա կոֆե դնեմ, մոշը քաղիմ, հոգնեցի, մի քիչ բամյա բան քաղեցի, բայց դե պամիդոր կա քաղելու, լոբի, մոբի, կաբաշ կա, քիչ են քաղում տանում, որ ծանր չլինի, կա ջուր, բաժակ մանժակը վերցնեմ, լվանամ, կոֆե դնեմ, ցեխաջուրա, պղտորա, երևի որ եկա պղտոր, քիչ արա որ չեթա, լրիվ հողամասը դանա, խոնավա,
Sarı da yine sınıfın gitti. Հա Օտար մարմիններ չկան դի պարտադիր շուր տանք նայենք չէ Et havlu sarmaya elela. Kalsatela. Ինչ Et havlu. հա Sarmaya yani hast. հուսանք մյուս տարի կբռնի չէ հուսանք Husa husiza. մաքուր ջրով շնացեն էլա մաքուր ուղղակի որ անձրևայինը բխտորվել է Դե օջախը վառի ծերերը ցեխոտա Քեզով էր ասում ցեխաներ Մոշերնը քրքրի Մոշերը քրքրել են Պիտի մի հատ շիշ լինի որ գցեն քաշենք հեշտ լինի Ուրա կոֆեն Կանֆետ էլ եմ բերել Կանֆետ Vatışık. Հա բատոնչիկ չես սիրում քո սիրած կանֆետն է Աշկս են մոշերի մեջ է մտածում եմ ոնց անեմ գնամ քաղեմ Այսօր ենք առել էս կոֆեն Ավեսին կոֆե Ջամբոն Գործը էտ լավ աշոտ ջան ոնց որ Կռիվ մռիվ չես անում հետս Ահա որտեղ պետք եկավ փայտը Այստեղ Աշո տարի վառի լուցկին թացացել է Պրծել է Աման Հա պրծել է Վայ, հել է իրար տուր Վայ Հաշվանք Տխուր է
Մի հատ կարելի է նորից վերցնել։ Ո՞նց առնեմ։ Կարող վառենք։ Լուցկիով։ Ես սրան էի հեշտ սովորել։ Ես էլ ծխին մխին։ Լավ, հեսա կանը։ Սպասի։ Սրանցից հեսա տամ։ Միակ տարբերակը մնաց այդ կրծել է, էդի կվառի։ Բարձացրու թոտ խաղը։ Վաղը պրծներ էլի։ Այլի։ Այսօր վառեիր, վաղը կիմանայինք հետներս կբերեինք։ Այդ տենց բարձացրու վառի։ Որոտ խաղը։ Դե կպիլ ավելի։ Չլա, վերջապես կպավ։ Ուլում զուլումով կրակը արեցինք։ Մի քիչ էսյան բրդի առաջ, որ ծուռ չլինի։ Մամա, ի՞նչ է ծուռը։ Պատը թեք է այդում։ Ի՞նչ է քեքը։ Թեք է այդում։ Մի քիչ էսյան բրդի էլի դեպի։ Սենց։ Ներս։ Սենց։ Տակը ինչ քարա։ Դե տակը բան դնես, որ բայ։ Դե ցեխ եմ անում, քարը դրեմ։ Քարի վրա ես դրել, շարած թե։ Շարած քար։ Եղ տանես։ Ոնը քարը եմ լցում։ Ռեցեպտն ես ասում, մանր քարեր ենք լցում։ Հետևորդներ ջան, մանր քարեր ենք լցում, այն աշոտի հիշում եք, հավաքած մանր քարերը չկա, լցվել է այստեղ։ Բաղադրատոմսը մանր քարեր ու ահա աշոտն էլ ցեխը շաղախում է։ Պրծնում ես, հա, բան չմնաց։ Հետևորդներ մինչև կոֆեն կլինի, նազոն ինչ արել, իհարկե, պամիդորը կտրեմ, խորովեմ։ Ճշտագույնը մի քիչ այն չի, բայց սրան իհարկե խոշորաղով է համեղ, բայց դե ես պահին հողամասում մանր աղն է։ Ահա։ Հե, այն ինչ արիր, ցեխը թրաբերան, է, համով, բա, դե հիմա ինչ անենք, սել պամիդորները, իշքան բան կա, քեզնից կլինի։ Ինչ, եմ, պրծար է, Ինչի բան եմ։ Չես խնդում ներքեր։ Լավ էլի աշոտ։ Ով է տենալու իմ նասկիները։
Yes. Իհարկե հետևորդները Ոչ է դες։ Ահա։ 3 հատիկ շատ չանենք կոֆեն այ օպլա կոֆենը լեղավ աշոտ դե արի կոֆեն խմենք է գնաց քարբերի դնեմ կրաղի վրա թող կա հետևորդներ ջան մենք աշխատեցինք աշոտը մանավանդ շատ աշխատեց մի քիչ գործ է մնացել մի օրվա գործ է չէ մնացել շարելը մի օրվա գործ մնաց էդ էլ կանի կհավասարացնի սիրուն ստեղ կլինի ես էլ մի քիչ մոշ հավաքեցի ջուր չենք արել որտեվ անձրև եկել է լավ ջրված է բամյա հավաքեցի մի խոսքով գործ մորցեր ու հիմա էլ գնանք տուն ջուրն էլ կտրեցինք սենց ծործրալու է դե էնի ոչ մի բան չի անի որ գնում է թող գնա վերևեշը հավաքենք ժողենք եթանք օր-օրի դեղցերը կարմրում են հեսա մի շաբաթից արդեն կհասնի լավ է լույն վերևն օյ օշոտ են մեջտեղը ինչ լավն է Չէ, փոքր է, չէ երևում։ Հա, որ փոքր էր, ասում էր չկա, այս տարի չբռնես, դեղս չկերանք, բայց դե շատ էր բռնել, թափեց ու հա, ու լավ է, կա, Աստծուն փառք։ Այս լոբիներին էլ մի երկու հատ փետ խփեց, էլ է խառնվել են, այդ երկուսն է խփի, գնանք։ Հեսա արդեն կոկոմել ենք, սկսեն ծաղկելը, աշնան լոբի, բայց հիմա էլ որ ցանենք, էլի կհասցնենք։ Այս մեկը գոնե քաղենք, էսի մեծացել է։ Նայ։ Կոտլետի կաբաշկա։ Կարելի է կոտլետ անել։ Ձմերուկն էլ է մեծացել, տեսել ես։ Հենա, հա? Նայ ինչքան մեծացել։ Ո՞ւմ է էլի։ Հա, իոնները լիքն է։ Սոխերի մեջ է։ Սոխերի մեջ է շատը։ Որը, էնի դդում է ինչա մաչալկայա։ Բաբ։ Դե հա։ Արի։ Հետևորդներ ջան, դաշտից հետո էլ մարինադն եմ անում։ Սիրուն հավեսին շարեցի, տեղը տեղին, սենց խորը, այն որ արդեն որ պամիդորն էլ կա, ավելի համեղ է մարինադը սարքում, աղ եմ լցրել, շաքարավազ եւ ամեն մեկին մեկ էս դեսերտ գթալով էլ էսենցիա, ջուրն է լցնեմ, ահա, ջուրն է լցնեմ, դնեմ թող եռա ու ես անցնեմ էլի իմ գործերին, գործ, էլի գործ, հետևորդներ ուրեմ սխտոր, դափն ու տերև, դե գիտեք, ենքան եմ ասել, արդեն գիտեք, որ ես սամիթ եմ օգտագործում, նեխուր չեմ օգտագործում, տաք ջուր, ծորակի ջուր, նույն էլ կաթսայի մեջ։ Ինչու եմ տաք ջուր լցնում, որ շուտ արագ եռա, թե չէ, որ ասեմ տենց խրխրթան լինելու համար, չէ, միշտ ասել եմ տաք ջուր եմ լցնում, ոչ ոք չի հարցրել այն աջան, ինչու ես տաք ջուր լցնում, զուտ նրա համար, որ մի քիչ շուտ եռա, շուտ փակեմ, թե չէ խրխրթան լինելու համար չէ։
Ահա։ Սա էլ այսպես ուրախությամբ թող լինի, հետևորդներ։ Դուք էլ ինչ կփակեք, ինչ կանեք, էլի ուրախությամբ թող լինի, առողջ լինեք, ոնց են ասում, բարի ձմեռ կա։ Ձմեռը բարի դիմավորենք։ Ձմեռը կարևոր է առողջ դիմավորենք։ Ինչու ենք այսքան չարչարվում, հետևորդներ ջան, մառանները լիքը լինի։ Հենց եռումա 10 րոպե ժամանակ եմ պահում ու փակում։ Դες 15-20 րոպե չեմ եռացնում, որ չլեղկվի ինքը։ Հետևորդներ եւ օրվա վերջում էլ որոշեցի 1 բաժակ թեյ խմել։ Սա ինչ դեղաբույս է, առաջին հայացքից թվում է թե ուրց է։ Ճիշտ եմ չէ ասում, մի քիչ ուրցի նման է, որ ծաղկում է ուրցը, բայց ոչ ասեմ, սա ուրց չէ, հետևորդներ ջան։ Սա նայեք, խնկածաղիկն է, որ կարող եք շփոթել, խառնել ուրցի հետ։ Տերևներն էլ ես նմանեցնում եմ նանայի տերևների հետ։ Խնկածաղիկը նույն ինքը օրեգանոն, որ համեմունք եմ պատրաստում, օգտագործում են շատ կերակուրների մեջ։ Յուրահատուկ համ է տալիս, համեղություն է։ Եվ սա էլ իմ թեյը։ Դե բոլոր թեյերն էլ ես խմում եմ առանց շաքարավազի եւ ձեզ էլ խորհուրդ կտամ, որ մանավանդ դեղաբույսերով թեյ խմեք առանց շաքարավազի։ Ձեզ ասում եմ բարի գիշեր, առողջություն, կհանդիպենք վաղը նոր հետաքրքիր վլոգով։ Լավ եղեք հետևորդներ ջան, չմոռանաք բաժանորդագրվեք, լայքեք ու տարածեք։ Ես լայքում եմ, դուք լայքում եք։